Այս տարի լրանում է Peanuts գետնանուշներ կոչվող կոմիքսների ստեղծման 75-ամյակը։ Տոնի առիթով գլխավոր հերոսին Սնուփի անունով շանը մարմնավորող ավելի քան 50 փափուկ խաղալիք է ներկայացվել Փարիզի հյուրանոցներից մեկում։ Հետաքրքիրն այն է, որ մուլտֆիլմային այս կերպարը ոգեշնչել է նորաձևության բազմաթիվ տների դիզայներներին, որոնք հագուստի մի քանի հավաքածու են ստեղծել անցած 75 տարվա ընթացքում։ Այդ աշխատանքներից մի քանիսը ներկայացված են նաև այս ցուցահանդեսում։ I think that just came about very happily because Մի անգամ մի մոդելավորող Սնուփիի համար զգեստ պատրաստեց։ Այնուհետև այլ մոդելավորողներ էլ ցանկացան միանալ դրան։ Այսպիսով դա փայլուն սկիզբ էր, եւ դուք կարող եք համոզվել, որ այդ նախաձեռնությունը հատկապես վերջին 40 տարվա ընթացքում բավականին զարգացել է։ Սնուփին գետնանուշների հայտնի մուլտհերոսը Որսաշուն է, որը ստեղծել է ամերիկացի ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը ոգեշնչված իր շնից։ Փարիզի ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 5-ը։ Կիպրոսում բացված թանգարանը ցուցադրել է վաղ քրիստոնեական արվեստի անգին գործեր, որոնցից շատերը հայտնաբերվել են պատերազմից երկու մասի բաժանված կղզու հյուսիսում գտնվող եկեղեցիներից գողանալուց հետո։ Արքեպիսկոպոս Մակարիոս III-ի հիմնադրամի բյուզանդական թանգարանը բացվել է մայրաքաղաք Նիկոսիայում 5 տարվա լայնածավալ վերանորոգումից հետո։ Այն ներկայացնում է խճանկարներ, սրբապատկերներ եւ որմնանկարներ, որոնք վաղ քրիստոնեության լավագույն եւ հազվագյուտ գործերից են։ Ցուցանմուշներից շատերը 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո թալանել են մաքսանենգները եւ վաճառել սև շուկայում։ Տարիների ընթացքում Կիպրոսի իշխանությունները խստորեն հետևել եւ վերադարձրել են բազմաթիվ գողացված գործեր։ Թանգարանի տնօրեն դոկտոր Իոաննիս Էլիադեսի խոսքով թալանը եւ ավերածությունները մեծածավալ են եղել։ Ավելի քան 20,000 սրբապատկեր է անհետացել եկեղեցիներից։ Մենք պատրաստվում ենք նաև օգնել նոր սերունդներին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեր կղզում, եւ ինչու է կարևոր պաշտպանել նույնիսկ ամենափոքր կտորը, որը կարելի է բերել դրսից։ Էլիադեսը հույս ունի, որ թանգարանը կոգեշնչի մարդկանց եւ կպատմի նրանց հակամարտությունների հետևանքով Կիպրոսի մշակութային ժառանգությանը հասցված վնասի չափի մասին։ Ավելի քան 200 մարդու կյանք խլած ավերիչ ջրհեղեղից 5 ամիս անց Վալենսիան տոնել է աշխարհահռչակ Ֆալաս փառատոնը քանդակների ավանդական այրմամբ։ Քաղաքով մեկ սփռված են հարյուրավոր քանդակներ, որոնք ծաղրում են տեղական եւ միջազգային քաղաքական գործիչներին։ Այս տարի շատ բնակիչներ քննադատում էին Վալենսիայի համայնքի նախագահ Կարլոս Մազոնին արտակարգ իրավիճակների հետ կապված։ Փառատոնի մասնակիցներն ասել են, որ հակասական զգացողություններ են ունեցել, քանի որ այն, ինչ պետք է ուրախալի իրադարձություն լինի, ստվերվել է ջրհեղեղների պատճառով։ Այնուամենայնիվ մարդիկ վստահեցրել են, որ քանդակների այրումը կարող է դիտվել որպես նոր կյանքի վերածննդի խորհրդանիշ։ Կարծում եմ, որ քաղաքական ենթատեքստը չափազանց ուժեղ է չարտացոլելու համար, բայց մյուս կողմից պետք է խոստովանեմ, երգիծանքն էլ շատ է օգնում մաքրվել։ Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես պատկերված են նինոտների տեսքով, որ այսպես կոչված վալենսիական տերմինն է այս տիկնիկների համար։ Հնգորիա տոնակատարության ավարտը նշելու համար քանդակները վառվել են Իսպանիայի ծովափնյա քաղաքի երկինքը լուսավորող հրավառության ներքո։ Քանդակները պատրաստվել են փայտից, գիպսից եւ պապիե-մաշեից։ Դրանց ստեղծման համար ամիսների քրտնաջան աշխատանք է պահանջվել։ Տասնյակ մարդիկ են հավաքվել աշխարհի ամենախորհրդավոր վայրերից մեկում Սթոունհենջում նշելու գարնանային գիշերահավասարը։ Սթոունհենջը Ուիլտշիր կոմսությունում կանգնած քարերի հավաքածուն ամեն տարի գրավում է հազարավոր մարդկանց, հոգևորականների եւ զբոսաշրջիկների։ Դրուիդները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել հեթանոս կելտերի հասարակության համար եւ որոնք սկիզբ են առնում կելտական Բրիտանիայից, կարծել են, որ Սթոունհենջը 2000 տարի առաջ եղել է հոգեպաշտության կենտրոն։ Սթոունհենջը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, ըստ որոշ հետազոտողների եղել է հնագույն աստղադիտարան։ Սթոունհենջից համեմատաբար քիչ բան է մնացել։ Ավերել են եւ ժամանակը, եւ մարդը։ Այսօր այն ինչ որ չափով նորոգված է։ Այցելուների թիվը Սթոունհենջում տարեկան հասնում է 300,000-ի։ Ըստ հնագետների Սթոունհենջը կառուցվել է Քրիստոսից առաջ 3000-ից 2000 թվականներին։
Հոնկոնգի անչափ անուշիկ պանդաների քոթոթները, որոնք հայտնի են որպես ավագ քույր եւ փոքր եղբայր, ազատավանդակում վերամիավորվել են իրենց մոր Յին Յինի հետ։ Այս ցուցադրությունը հատուկ լրատվամիջոցների համար է, իսկ մեկ օր անց արդեն կներկայանան այգու այցելուներին։ Սա մի տեսարան է, որը կարող է փափկացնել եւ ջերմացնել անգամ ամենախիստ մարդու սիրտը։ Ձագուկները մտերիմ շփվում են իրենց մայրիկի հետ։ Յին Յինը ժամանակ առ ժամանակ վերցնում եւ գրկում է իր ձագերին։ Մայր պանդան նաեւ կաթով է կերակրել իր փոքրիկներին։ Ըստ Հոնկոնգի Ocean Park կենդանաբանական այգու, կենդանիների խնամակալներն օրեր շարունակ հոգ են տարել թե մայր պանդայի եւ թե նրա ձագերի համար, համոզվելու, որ արդեն հարմարվել են միջավայրին եւ կարող են ինքնուրույն ազատ տեղաշարժվել եւ իրար հետ գոյակցել ցուցադրությունների համար նախատեսված ազատավանդակում։ Այգում նաեւ ասել են, որ սա ոչ միայն թույլ է տալիս երկվորյակներին կապվել մոր հետ, այլև օգնում է նրանց նոր հմտություններ սովորել մայրիկից։ Երկվորյակ ձագերը ծնվել են 2024 թվականի օգոստոսի 15-ին Յին Յինի ընտանիքում, որը պատմության մեջ մտել է որպես ամենատարեց հսկա պանդա, որը ծննդաբերել է։ Նա իր ձագերին լույս աշխարհ է բերել 19 տարեկան հասակում, իսկ դա բավականին մեծ թիվ է հսկա պանդաների համար։ Ճապոնացի ժամանակակից արվեստագետ Յայոյի Կուսաման 96 տարեկան է։ Նրա ծննդյան տարեդարձը վերջերս է եղել։ Նկարիչը ծնվել է 1929 թվականին Ճապոնիայի Մացումոտո քաղաքում։ Կուսաման հայտնի է իր ավանգարդ քանդակներով եւ ինստալացիաներով, նաեւ նկարչությամբ, կատարողական եւ վիդեոարվեստով, նորաձևությամբ, պոեզիայով եւ գեղարվեստական գրականությամբ։ Իսկ նրա արվեստի այցեքարտը կետերը կամ պուտերն են։ Լրատվամիջոցների եւ երկրպագուների կողմից թագադրվել է որպես պոլկա կետերի արքայադուստր։ Նրա ստեղծագործությունները ներառում են պոլկա կետեր, դդումներ եւ անսահման ցանցեր, որոնք հաճախ համադրվում են հայելիների հետ։ Ինձ համար չկա ավելի մեծ ուրախություն, քան գիտակցումը, որ մարդիկ այցելելով իմ թանգարան կարող են զգալ Յայոյի Կուսամայի փիլիսոփայությունը։ Իմ կյանքը, որը ես նվիրել եմ մարդկությանը եւ որն այդքան շատ եմ սիրում, եւ այն ջանքերը, որը ներդրել եմ իմ արվեստը ներկայացնելու համար։ Ճապոնիայում նկարչություն սովորելուց հետո նա տեղափոխվել է Նյու Յորք 1950-ականների վերջին եւ ունեցել է իր առաջին ցուցահանդեսը 1959 թվականին։ Կուսամայի արվեստը դրսևորվել է ժամանակի փոփ արվեստի եւ մինիմալիզմի մեջ, ազդելով Էնդի Ուորհոլի եւ Կլայես Օլդենբուրգի գործերի վրա։ 1960-ականներին Կուսաման բեմադրել է նորաձևության ցուցադրություններ եւ հակապատերազմական ցույցեր, նախքան կինոարտադրության մեջ մտնելը։ Նա եւ կինոռեժիսոր Ջուդ Յալկուտը 1968 թվականին նկարահանել են Կուսամայի ինքնաոչնչացումը վավերագրական կարճամետրաժ էքսպերիմենտալ ֆիլմը, որի գլխավոր դերակատարը հենց Կուսաման է, որը նույնպես զարդարված է կետերով։ 1970-ականներին Կուսաման վերադարձել է Ճապոնիա եւ այնտեղ շարունակել է իր արվեստը, բայց նաեւ գրել է վեպեր եւ անթոլոգիաներ։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին 88-ամյա Կուսաման Տոկիոյում բացել է իր սեփական թանգարանը, որը նվիրված է իր աշխատանքին։ Լինելով ամենաբարձր վարձատրվող կին կենդանի արվեստագետներից մեկն ամբողջ աշխարհում, Կուսաման լիահույս է, որ իր արվեստը դրական ավանդ կլինի մարդկության պատմության մեջ։ 2024 թվականի նոյեմբերին Կուսամայի սև պուտերով դեղին դդումը աճուրդի է հանվել Նյու Յորքի Քրիստիում եւ վաճառվել ավելի քան 6.8 միլիոն դոլարով։ Երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, ռուս նկարիչը պահեստից դուրս է հանել նրանց երկուսի համակցված դիմանկարը, որը նկարել էր Միացյալ Նահանգներում Թրամփի առաջին նախագահության կապակցությամբ։ Պուտինն ու Թրամփն արդեն հեռախոսազրույց են ունեցել ուկրաինական հակամարտության կարգավորման եւ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների կարգավորման թեմայով։ То, что наши лидеры начинают разговаривать. Այն, որ մեր ղեկավարները սկսում են խոսել, մեծ առաջընթաց է։ Սա շատ լավ է։ Վստահ եմ, որ ուկրաինացիները խաղաղություն են ուզում։ Խաղաղություն են ուզում նաև ռուսներն ու ամերիկացիները։ Սերգեյենկոն պատմել է, որ արվեստի այս գործը ստեղծել է 2017 թվականին։ Մեծ նկարը համատեղում է ինչպես Պուտինի, այնպես էլ Թրամփի առանձնահատկությունները խաղաղություն բառի հետ, որը կարմիր ֆոնի վրա ստորին ձախ անկյունում գրված է անգլերեն, իսկ ռուսերեն թարգմանությամբ վերին աջ անկյունում կապույտ ֆոնին։ Նկարիչն իր ստեղծագործությունն անվանում է խաղաղություն աշխարհին, սակայն թարգմանության մեջ այն կարելի է հասկանալ որպես խաղաղություն խաղաղությանը, քանի որ ռուսերենում միր բառը նշանակում է ինչպես խաղաղություն, այնպես էլ աշխարհ։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։